Գրեթե պատերազմ կամ strike ball։ Շատերը խառնում են strike ball-ն ու paintball-ը իրար հետ, բայց paintball-ի ու strike ball-ի մեջ տարբերությունը էական է ու շատ մեծ։ Նախ strike ball-ի գնդակները շատ ավելի հեռու են գնում ու բացի դրանից շատ ավելի ուժեղ են ցավացնում։ Այս հաղորդմանը strike ball կամ մինի պատերազմ։ Մարտական տակտիկայով ու գրեթե իրական զենքերով, մինի պատերազմ կամ strike ball։ Ինչ է պետք պրոֆեսիոնալ strike ball-ից դառնալու համար, Հայաստանում ովքեր են սպորտաձևի հիմնադիրներն ու ինչ կապ ունի ազգային հերոսը ֆեդերացիայի հետ։ Մովսես Գորգիսյանի անվան strike ball-ի հայկական ֆեդերացիա։ Որքանով են նման ու տարբեր իրական զենքերն ու strike ball-ինը, ինչ պետք է անել փամփշտակալը տեղադրելուց առաջ ու ինչպես քայլել անձայն։ Կրակոցներից խուսափելով ու զրահաբոճկոնը դեն նետելով խաղում ենք պատերազմ։ Սովորելով կռվել, սեփական փորձով։ Մովսես Գորգիսյանի անվան strike ball-ի հայկական ֆեդերացիա։ Ողջույն Տիգրան, իդեպ եթե ցանկություն ունեք, հենց հիմա պայեք երկու տիգրանների արանքով։ Strike ball-ը ռազմասպորտային խաղ է, որը առավելագույնս մոտեցված է իրական մարտական գործողություններին։ Հենց այս իրական զենքերի կրկնօրինակներով էլ խաղալու ենք, զինվորական հագուստով եւ հատուկ պաշտպանական միջոցներով։ Օգտագործում են պլաստմասի փամփուշտներ, որոնք հետքեր չեն թողնում։ Իրանք ուղղակի մարմնին տիպչելուց ցավ են պատճառում ու թողնում են շատ փոքր հետքեր, կարող եք նույնիսկ իմ ձեռքի վրա տեսնել։ Այնքան է փոքր չեն, գուցե քո համար նորմալ է, բայց այնքան էլ փոքր չեն։ Strike ball-ի, paintball-ի ու նմանատիպ այլ խաղերի հիմնադիրը ճապոնական Daisy ընկերությունն է, որը առաջինը սկսեց թողարկել իրական զենքերի կրկնօրինակները գրասենյակներում կրակելու ու լիցքաթափվելու համար։ Խաղալիքներն այնքան արագ դարձան մասսայական, որ մի քանի տարի անց չինական բազմաթիվ ընկերություններ սկսեցին թողարկել աշխարհում հայտնի բոլոր զենքերի կրկնօրինակները։ 2010 թվականի սեպտեմբերի 21-ին հիմնադրվել է մեր ֆեդերացիան։ Strike ball-ը միակ սպորտաձևն է, որտեղ բոլոր զենքերը ունեն իրենց կրկնօրինակները, սկսված իրենց չափսից, քաշից, այ դրա մասին մի փոքր։ Զենքերը նման են իրականին, իրենց քաշով ու տեսքով։ Իրանք անծանոթ մարդը ուղղակի չի տարբերի։ Շատ է պատահել դեպքեր, որ խառնել են այս զենքերը, բայց ինչպես ասեցիր, իրանք կրակում են ընդամենը պլաստմասի գնդակներ, իրանց մեխանիզմը լրիվ այլ է, մի անգամ դելուց հետո արդեն ավելի ուշադիր կարելի է տարբերել։ Կրակում են հենց ասած պլաստմասի գնդակները, աշխատում են կամ էլեկտրականությամբ, կամ գազով, սիլիկոնային գազերով, ճիշտ ասած, բոլորը մտածում են, որ դա CO գազն է, բայց այն CO գազը չէ, սիլիկոնային ուրիշ հատուկ գազեր են։ Այս ամենը սկզբից գրավեց նախկին զինվորականներին ու նրանք սկսեցին խաղարկել մինի պատերազմներ։ Աչքի անհաշվելի վնասվածքներից հետո միայն արտադրող ընկերությունները սկսեցին կոմպլեկտի հետ վաճառել նաև պաշտպանիչ հատուկ ակնոցներ։ Մենք խաղի ժամանակ բոլոր մասնակիցներին տալիս ենք զենք, համազգեստ, դիմակ, ձեռնոց և պատմուշտեր։ Համազգեստը մոտավորապես ինչ-որ իմ հարկին է, դիմակները նման են կամ սրանց, նայած թե ողբալին ու բոնեք օգտագործում։
Զենքերը բազմաթիվ են՝ ավտոմատներ, ատրճանակներ, նռնակներ, օգտագործվում են նաև զինվորական այլ սարքեր, հեռադիտակներ, նավիգացիոն համակարգեր ու անգամ լազերներ, բայց ամենակարևորը դիմապաշտպան վահանակն է, առանց որի հնարավոր չէ խաղալ։ Սկսնակները ինձ թվում է նման ավտոնոմսներով պետք չի, չէ, որ սկսեն, որովհետև այս ավտոնոմսները արդեն պրոֆեսիոնալների համար են ու ճակատային հատվածն է այստեղ բաց եւ այլն եւ այլն եւ այլն։ Պրոֆեսիոնալները հիմնականում խաղում են միայն ավտոսներով, իրենց խանգարում են այս մեծ դիմակները, բայց նորեկներին մենք թույլ չենք տալի, որպեսզի կրկնեն պրոֆեսիոնալներին, որովհետև իրանք ավելի անփորձ են, խաղի ժամանակ կարող է դիպչել դեմքին ու ստանալ վերքեր, իսկ արդեն փորձառու խաղացողների մոտ այդ դեպքերը ավելի հազվադեպ են։ Խաղն ընթանում է տարբեր սցենարների համաձայն, շենքի գրավումից սկսած մինչև հակառակորդի դրոշի նվաճում։ Խաղին չեն կարող մասնակցել հոգեպես անհավասարակշիռ կամ ալկոհոլ օգտագործած մարդիկ, բայց խաղում ամենակարևորը անկեղծությունն է։ Խաղի ժամանակ միշտ ներկայանում են հրահանգիչները 2-ից 3 հոգի, որոնք հետևում են ամբողջ խաղի ընթացքին եւ հետևում են, որ մասնակիցները խաղան ազնիվ, քանի որ սկզբից հիմնականում չեն խոստովանում ես կվել է, բայց արդեն drive-ը ստանալուց հետո արդեն հասկանում են խաղի իսկական նպատակը։ Հիմնականում բոլորը սկսում են խաղալ ազնիվ, իսկ սկզբից պետք է ուղղակի հետևել հրահանգիչների հրամանների։ Օգտագործվող պլաստիկից գնդիկները լինում են 0.2, 0.25, 0.3 եւ 0.43 գրամանոց, որոնք թռչում են սկսած 120 մետր վայրկյանում արագությունից։ Առանց պաշտպանական միջոցների մինչև 5-ից 6 մետրից գրակոցի դեպքում արյուն է հոսում, 30-35 մետրի դեպքում կապտուկներ, իսկ ավելի հեռու պարզապես ուժեղ դաղոց։ Ընդհանրապես այստեղ պարապմունքներ չեն անցկացվում, սակայն ընդառաջելով մեր խնդրանքին համաձայնում են սովորեցնել ինչպես ու ոնց է պետք խաղալ։ Սկսում ենք մի փոքր այս կողմ գտնվող հրաձգարանից ու ատրճանակից։ Glock 18 ատրճանակը Stark Arms-ի իհարկե ինքնին նախատեսված է strike-ball-ի համար։ Հակադարձելու դեպքում համբուշտը գնդակ է, աչքին չդիպչի, ճիշտ եմ ասում։ Գնացինք։ Առաջինը ուղղակի 1-ից 10 համարակալումով իհարկե լավ որ հենց դիպչենք 10-ին, իսկ երկրորդը եթե կպտում ենք այս լամպերից որևէ մեկին, ստանում ենք միավորներ, ամենամեծին 5, ամենափոքրին 15, իսկ միջին չափին ենք ստանում ենք 10։ Եթե կպտենք դրանցից դուրս, ապա 5 միավոր դուրս կգա։ Դե կարող է, չէ, ձերին համար մի փոքր թույլ կրակի։ Դու կարելի ասել 10։ Այս թիրախի կենտրոնում չխչիկի, իհարկե նկարված չխչիկի նորի այս ամեն ինչի մեջից գիտու խանի, փորձի։ Տասը խփեցինք, բայց մեծ շատ մեծ 10-ը։ Strike-ball-ի մեջ կարող չէ թե դու ինչ աչքյանի նշանառու ես, որովհետև տարածքները շատ փոքր են։ Կարճ տարածքների Անհնար է չդիպչի։ Կարճ տարածքների վրա, երբ հակառակորդը գտնվում է 10-20 մետրի վրա, դու ուղղակի իրավունք ես սխալվելու, որովհետև Եթե սխալվեցիր արդեն ֆուտբոլի այն առաջնությունը, երբ որ 11 մետրանոցը Ռոբերտո Բաջոն այնպես իրացրեց, որ հետո ինքը իրան չէր կարող ներել, այսինքն 10-15 մետրից անհնար է չդիպչել մարդուն։ Ինչպես ու որտեղ պետք է անցկացնել տակտիկական պարապմունքները։ Փորձիր։ Ոնց խուսափել գնդակներից, ինչպես մոտենալ աննկատ թիրախը խոցելու համար։ Սովորելով կռվել, սեփական փորձով։ Մենք սեփական փորձով ուսումնասիրում ենք խաղ մարտարվեստը։ Արդեն այցելել ենք ազգային հերոսի անվամբ Strike-ball-ի ֆեդերացիա, ծանոթացել մարշչի հետ ու անցել նախնական պարապմունքը։ Ժամանակն է մեկնելու կրակադաշտ ու պրակտիկայում ցույց տալու այն, ինչ սովորել ենք։ Առաջին տակտիկական մարտման համար Տիգրանը ինձ համար վերցնում է ցանցավանդակապատ այս դիմակալը, որն ամենաապահովն է։ Ինչ զենքերով ենք գնում, ինչ ենք վերցնում մեզ հետ, խնդրեմ Տիգրան ջան, ասա։ Մենք վերցնում ենք մեր հետ երկու տեսակի զենք, հերթան կողիչի 36 տեսակի եւ անկա S8 տեսակի զենքերը, այնտեղ արդեն որոշենք, թե որն է քեզ համար ավելի հարմար եւ վերցնում ենք ձեռնոցներ, անպայման պետք է հագնես խաղի ժամանակ։
Այս կիսակառույց շինությունն է լինելու առաջին պարապմունքի տեղն ու մարտադաշտը։ Տիգրանն ասում է, որ սկսնակի համար սա իդեալական տարբերակ է, բայց մինչև սկսել է հարկավոր է հագնել գլխարկն ու դիմակալը։ Պիտի հագնեմ սա, հա, սկզբից։ Ու ինքը շատ սահմանափակում է իդեպ, բայց խստացնելի դեպքում Եվ ակնասայլասները ձեռնոցներն ենք հագնում։ Հենց այստեղից ու փամփշտակալը լիցքավորելուց էլ սկսելու է։ Իրական զենքի փամփուշտները բնականաբար այսպես չեն լիցքավորվում, իսկ գնդակները պարզապես լցնում ենք փամփշտակալի մեջ։ Կա եւս մեկ փոքրիկ, բայց կարևոր հնարք՝ փամփշտակալի տակից անընդհատ պետք է ձգել զսպանակը, որ ինքնաձիգը միշտ լիցքավորված լինի։ Փորձեմ։ Փորձիր։ Իսկ պրիցելը ոնց որ Գրակի միատեն։ Խաղի ամենակղխավոր կանոնը դու չես անում քո մասկան ամբողջ խաղի ընթացքում։ Կա մահացածների համանշանը բայց որտեղ խաղի դեպքում միայն իրավունք ունես խաղալու։ Կա խաղի երկու հիմնական տարբերակ՝ կամ դաշտում ու խրամատներում, կամ շինություններում։ Խաղը կարող է տևել մի քանի ժամից մինչև մի քանի օր, կախված մասնակիցների հմտություններից ու սցենարից։ Հագուստն էլ ըստ ընտրված տարածքի գույների պետք է լինի։ Շենքում չի կարելի քայլել գլուխը պարզել պարզ, որովհետև քեզ ավելի շուտ կնկատեն։ Հիմնական քայլը, որ պետք է լինի, կրացած նույն պահած արժանացել եւ այս հնարավոր է ավելի դուր։ Այսինքն կիսակը քանստած, այսպես պիտի քայլի։ Քայլքն ու շարժումները ոչնչով չեն տարբերվում ռազմականից։ Այն ամենն, ինչ անում ենք, շատ նման է համակարգչի խաղի։ Տպավորությունն այնպիսին է, որ կարծես Counter-Strike կամ Medal of Honor ես խաղում։ Պատի հետևից գալուկի։ Պատին մոտենալիս դու պետք է մոտենաս այնպես, որ դեպքով դեպքս ամբողջ տարածքը։ Սնեկը պետք է պահել հենց ոտքի գծով, իսկ ոտքը պետք է լինի պատից հետ, որովհետեւ հակառակորդը քեզ չնկատի։ Միակ բանը որ նա քեզ կարող է նա ուղղակի դեպի տակոտլուկն է, իսկ լավնի որ դավետ պետք է գլխարկը կարող է Երևան այն կողմից, իրական մարդը միակի ես այսպես չեմ զորի։ Հասկանալի է։ Դու պետք է նրանց մոտենում ես եւ արագ շարժումով դες այն հակառակը կա թե չկա։ Ամեն ինչ մի քանի անգամ ավելի բարդանում է, երբ ոչ թե մեկ, այլ մի քանի հոգով են գրոհում։ Պետք է հասկանալ, ինչպես երկու հոգով դուրս գալ պատի ետևից ու ինչպես պետք է փակել ընկերոջ թիկունքը։ Սրանք պարտադիր սկզբունքներ են, որոնք կօգնեն մարտում։ Կա շատ ավելի կարևոր բան չպարտվելու համար։ Մանրուք, որից կարող է կախված լինել հաղթանակն ու պարտությունը։ Շատ հաճախ սկսնակներն են թույլ տալիս այդ սխալն ու պարտություն կրել։ Չպետք է խոսել կամ ձայն անել, ավելի ճիշտ խոսել միայն ժեստերով, ինչպես եւ բանակում կամ հատուկ ջոկատայինների մոտ, սա է ամենագլխավոր սկզբունքը։ Այսպես նշանակում է կանգնել, այսպես նշանակում է շարժվել առաջ, 3 հետ հաշվարկով նշանակում է այսպես, հա, օքեյ, հասկացա։ Նաև շատ կարևոր է հակառակորդի ուղղություն որոշել նրանց քանակը։ Պարապմունքը անցնելուց ու սովորածս վերհիշելուց հետո Տիգրանն առաջարկում է խաղալ։ Հսկայական շինությունում ամեն մեկս մի կողմից մոտենալով փորձելու ենք գտնել ու հաղթել։ Շինության մեջ պատահական միտեղ դրված է լինելու նաև դիպուկահար զենք, որի օգնությամբ գուցե կարողանանք հաղթել։ Քանի րոպեից ենք սկսելու։ Սկսում ենք ընդամենը մի րոպեից։ Մի րոպեից։ Խոփի ճոտքի չկպա, բայց ունե հետ ոչ մեկ։ Էլի նույն սցենարով ենք խաղարկում, թե Այո, հիմա ուղղակի ես գնամ մի քիչ ավելի հեռու եւ ավելի հեռու սկսեմ։ մի քիչ ավելի հեռու դուք գնաց ու հեռվից սկսենք։
Շատ լավ մարդ էր Տիգրան ջան։ Հա։ Ճիշտն ասած չէի սպասում, բայց իհարկե հիանալի տեսավորեցիր քեզ եւ երևում է որ բավականին Անկեղծ ես ասում։ Հա, բավականին լուրջ։ Շնորհակալություն։ Հզոր ստրայքբոլից կտանաս դա։ Հանդիպում ենք հաջորդ առավոտյան ատրճանակներով մարզումների համար։ Այստեղ կարևորը գնդակները հաշվելն է։ Եթե ինքնաձիգի փամփշտակալում տեղավորվում է 500 գնդակ, ապա այստեղ ընդամենը 25 է։ Սա նշանակում է, որ ոչ մի ավելնոտ գնդակ չպետք է արձակվի։ Ու նորից որոշում ենք խաղի միջոցով մարզվել։ Պարապմունքներն ու մարզումներն ավարտված են։ Մի քանի օրից ֆեդերացիայի նախագահի գլխավորությամբ նրանց անդամների հետ են խաղալու։ Նրանք պրոֆեսիոնալներ են, լավ պատրաստված ու գրեթե անհնար է նրանց հաղթել։ Կհաջողվի արդյոք հաղթել պրոֆեսիոնալների։ Անշոտը սաղին խփեց։ Ինչ խորհուրդ է տալիս ֆեդերացիայի նախագահն ու ինչպես կրակել միաժամանակ ատրճանակով ու ինքնաձիգով։ Սովորելով կռվել, սեփական փորձով։ Պարապմունքները արդեն անցկացրել ենք Տիգրանի հետ, այստեղ ենք արդեն խաղի համար։ Խաղում ինձ ուղեկցելու է, առաջնորդելու է Աշոտը ֆեդերացիայի նախագահն է, Հայաստանի Հանրապետության Մովսես Գորգիցյանի անվան ստրայքբոլի ազգային հայկային ֆեդերացիա։ Ամենակարևոր հարցը, որ ինձ ուզում էր այս բոլոր օրերի ընթացքում, ինչու Մովսես Գորգիցյանի անվան։ Որովհետև ազգային հերոսներից միակն է, որ հիմնադրելով ազգային բանակը դե մեր պատերազմներին կարևորում էր կայուն կազմակերպված բանակը, բայց իր հերոսացումը կապված էր խաղաղության ու անկախության հետ։ Մենք էլ ուզում ենք խաղի միջոցով սովորեցնել պաշտպանվել, բայց փամփուշտները խաղալիք են, ոչ պատերազմային։ Սա ոչ միայն սպորտաձև է, այլ նաև հենց ռազմական գործի հմտություններին տիրապետելու արվեստ, ինչու՞ չէ, այսինքն կռվելու արվեստն է։ Կռվել ենք սովորում, հիմա արդեն մոտենանք ֆեդերացիայի տղաներին ու հասկանանք, թե ինչ ենք անելու։ Տղեկ ջան, բարի օր։ Ոնց ենք։ Արտակարգ։ Մենք էլ ենք արտակարգ։ Մի հարց ունեմ, այս ամեն ինչի իմաստը ո՞րն է։ Գլխավոր նպատակը ո՞րն է։ Հաճույք, հետաքրքրություն, ուրախություն, սպորտաձև։ Ինչ որտեղ նաև ռազմական տեխնիկայի կատարելագործում, որ Աստվածաշանի պատերազմ սկսի, մենք պատրաստ ենք։ Աշոտը ինձ համար փոքր անակնկալ ունի պատրաստած, քանի որ ես սկսնակյան հավելյալ պաշտպանություն կամ չգիտեմ, հավելյալ զենք կարող եմ ունենալ, զենքի փող ունենալ։ Ճիշտ է, քիչ ենք, բայց խաղալու ցանկություն բոլորն էլ ունեն։ Խաղարկում ենք առաջին սցենարը։ 3 հոգով պաշտպանվելու ենք, 4-ով հարձակվելու են։ Ֆեդերացիայի նախագահի հետ մտնում ենք շենք, դիրքավորվում ու 20 վայրկյանից խաղը սկսված է։
Մեկին էլ ինձ է հաջողվում խաղից դուրս անելու ու հաղթում ենք։ Աշոտը սաղին խփեց։ Պաշտպանվելը մի քանի անգամ ավելի հեշտ է, քան հարձակվելը, սակայն սրանով չենք բավարարվում ու խաղարկում ենք մյուս տարբերակը։ Մենք հարձակվողի դերում ենք։ Այստեղ երկուսն են ներքևում, մենք փորձենք լավ հայտնել։ Չխեցաղացն է պրոստը։ Քիչ էր մնում, բայց պարտվեցինք։ Ատրճանակի պատյանը թուլացավ ու ամուր ձգված չլինելու պատճառով չկարողացա շարժվել։ Սա էքստրեմալ ռազմասպորտաձև է, որի միջոցով մկանները միշտ կլինեն մարզված ու իրական մարտական գործողությունների եւ պատերազմի դեպքում չափազանց կարևոր կլինեն այն բոլոր հմտություններն ու խորամանկությունները, որոնք սթրայքբոլիստը ձեռք է բերում կռվել սովորելով։